Հեռանկարի հյուրն է շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների տեխնացու Գուրգեն Սիմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Վերջին օրերին, վերջին շրջանում մեր ներքաղաքական կյանքում ամենաթեժ, ամենաքննարկված, միևնույն ժամանակ ամենաքաղաքականացված այդ թեման Գյումրի ընտրություններն են։ Միևնույն ժամանակ նաև ամենաինտրիգային, գուցե ամենասկանդալային։ Ձեզ համար ամենակարևոր արձանագրումները Գյումրի ընտրություններից որոնք են։ Նախ առաջին հերթին պետք է նշենք, որ դա խիստ կարևոր ընտրություններ է, որտեղ Գյումրին ամեն դեպքում Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մասշտաբներով։ Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ 56% ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների չի մասնակցել։ Սա խնդիր է, որտեղ մեծ մասնակցայնություն ունենալու պարագայում հստակ կարող ենք արձանագրել, որ ներքաղաքական իրավիճակը ընդունելի է մարդկանց կողմից եւ առաջադրված ուժերը ընդունելի են եւ քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակցություն ունենալը մարդկանց համար կարեւոր է, ինչը նորմալ ավանդաբար պետական կուռ համակարգ ունեցող ժողովուրդները շատ լավ գիտեն։ Ցավով պետք է արձանագրենք եւ նաեւ սա որպես կոչել փաթեթավորենք, ասենք սիրելի քաղաքացիներ, միշտ մասնակցեք բոլոր ընտրություններին, անխտիր բոլոր ընտրություններին, անկախ նրանից, եթե տեխնացու չեք գտնում, միևնույն է մասնակցեք, մասնակցայնությունը կարեւոր է։ Սա ամենաառաջինն է, որ ես կուզենամ ասել, որ մեծ մասը քաղաքացիների չմասնակցեց։ Մինչև երկրորդին անցնելը ես հիշեցնեմ, որ նախորդ ընտրություններում, ճիշտ է դա 2021 թվականին էր պատերազմից մոտավորապես 1 տարի հետո, բայց այն ժամանակ շատ ավելի քիչ էր մասնակցությունը, 76%-ը չէր մասնակցել, 3/4։ Այսինքն ասում մենք կրկնակի աճ ունենք։ Աճ կա, բայց ամեն դեպքում 56%-ը չի մասնակցել, սա խիստ մտահոգիչ է ինձ համար, եթե համապետական ընտրությունների նման արդյունքներ են գրանցելու մասնակցայնության առումով, ապա խնդրի առաջ ենք ամբողջ ազգով։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը այն հիպոթեզը, որ ես առաջ էի քաշում, որ ընտրություններով հնարավոր կլինի փոփոխություններ իրականացնել, կարծես թե արդարանում է։ Որովհետև այդ վարչական ռեսուրս կոչվածը, որ մենք այդքան չարչրկված բառ ենք դարձրել, շատ մասնակցելու պարագայում չնչին տոկոս է կազմում։ Տեսեք, չմասնակցելու իրականում շահառուները ովքեր են ենթատեքստում։ Այն ուժերը, որոնք որ հույսները դրել են վարչական ռեսուրս զորաշարժելու վրա։ Իսկ մեծ քանակությամբ մասնակցային հնարավորություն ունեցող ընտրություններում դուք պատկերացրեք, որ այդպիսի հնարավորությունները շատ ավելի տոկոսային քիչ հարաբերակցություն են ստանում։ Համարում եք, որ շատ է օգտագործվել վարչական ռեսուրսը այս ասում են, ընդ որում ասում են նաև ընտրակեղծիքների հանգամանքը, երկուսն էլ ապօրինություն է, բայց եթե ընտրակեղծիքները եւ կաշառքի բաժանման հանգամանքը կա եւ վարչական ռեսուրսի հանգամանքը կա, ապա մասնակից կողմերը, որոնք աչալրջորեն ուսումնասիրել են հարցը, ինչ են ընդունում արդյունքները ընտրությունների։ Ինձ համար հարցերից հարցը սա է։ Սա քաղաքական մշակույթի եւս մեկ բաղադրիչ, որ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, եթե արձանագրում են տարբեր կողմերի մասին ընտրակեղծիքների տարբեր ֆորմատներ, ինչ են ընդունում վերջնարդյունքը։ Եթե ընդունել են, ապա անգամ եթե դա տեղի է ունեցել, ապա ընտրությունների վերջնարդյունքը ընդունվում է բոլորի կողմից։ Իսկ որ իշխանությունը չի օգտագործել վարչական ռեսուրս։ Բոլորը երևի թե այստեղ հարցներ անում են, թե որ իշխանությունը ինչ չափով է օգտագործել։ Այո, ինչ չափով եւ դա իրականում իշխանությունների պարագայում գուցե եւ մյուս ուրիշ պետություններում էլ օրինաչափ լինի։ Պարզապես դա այնքան չի տոկոս է կազմում, երբ որ լայնածավալ մասնակցայնություն կա քաղաքացիների։ Ես ինչի կոչ արեցի, որ սիրելի քաղաքացիներ, միևնույնն է մասնակցեք, որտեղ մասնակցելու պարագայում այդ ռեսուրսները չնչին են դառնում, անգամ անցողի կիշեմը գուցե եւ չհաղթահարեն։ Մյուս կարևոր խնդիրը, որ ես նկատեցի, ավանդաբար շարունակվող անձերի շուրջ համախմբվելու հանգամանքն է։ Մենք մեր քաղաքացիական հանրույթը սովոր է անձերով դատել։ Հիմա շատ են չարչրկված սարքել, որ ինչի այդքան շատ ձայն ստացավ կոմունիստական կուսակցությունը, բայց եկեք արդարացի լինենք եւ ասենք կոմունիստական կուսակցությունը չստացավ։ Անձը բերեց այդ ձայները։ Անձով պայմանավորված էր։ Հիմա եթե ապօրինություններով է բերել, ինչ եք ընդունում ընտրությունների արդյունքը։ Եթե ապօրինություններով չեք բերել, ուրեմն այդ անձը իր որակական հատկանիշներով շատ ավելի գերակշիռ համակրանք ունի, քան այն անձիկ, որոնք որ հակընդդեմ քաղաքական ուղղություն էին տանում առաջ։ Այսինքն, այստեղ հստակ մենք ընդգծում ենք մի հանգամանք, որ 30 տարի շարունակ, իբրև քաղաքացիական հանրույթ, մեզ մոտ քաղաքացու որոշման եւ ՔՎ-ի
մշակույթը դեռևս արմատավորված չի եւ այս բացը ես կապում եմ բացառապես բոլոր ժամանակների իշխանությունների վարած կառավարական քաղաքականությամբ, որտեղ ազգակերտումը պետությունների համար կարևոր հանգամանք է հանրակրթությունից բռնած մինչև մաս-մեդիաներ եւ լրատվականներ, որոնք մարդու որակական հատկանիշները առօրյա ռեժիմով սկսում են զարգացնել եւ սնուցել։ Մենք դա չենք տեսնում ցավոք սրտի։ Այս կարևոր կետերի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Այստեղ ես համամիտ եմ ձեր հետ, օրոք շարքումը շատ եղավ, չէ, որ Գյումրին ընտրում է էլի կոմունիստական կուսակցությունը, որոշ մեկնաբանություններում Գյումրին լենինական դարձավ, նորից այս դրամաբանության մեջ Ես ուղղակի քաղաքական անլրջություն եմ համարում մարդկանց ծաղրելը, ասել Գյումրին լենինականացրեցիք։ Չի կարելի այդպիսի էպիցետներ հնչեցնել։ Նախ Կումայրին պատմականորեն այնքան հին է, որ Լենինն ուր էր, սկսենք այդտեղից, եւ ի վերջո նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդ ծաղրոցանակի ենթարկողները իրենց բացասական առումով ավանդը ունեն ժողովրդի կողմից ոչ հավասարարժեք ընտրություն իրականացնելու համար։ Եվ եթե դու այլընտրանք ես ներկայանում իբրև եւ որպես այլընտրանք չես կարողացել դիրքավորվել համաժողովրդական ակնկալիքների համատեքստում, դա ժողովրդի մինուսը չի, դա քո մինուսն է։ Դուք համարում եք, որ ՔՊ-ն կամ իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում, կամ երբեմն նույնիսկ տապալվեց, այսպեսի բնութագրում եք։ Բոլորը պարտվեցին։ Ես այդ վերջին վճիռ կայացնող անձը, որի վերջին խոսքին ամբողջ հանրապետությունը սպասում է, նրա տեղը լինեի առհասարակ կտանեի ամբողջ գործընթացը հերթական ընտրությունների, նորից ընտրությունների։ Դուք ասում եք բոլորը պարտվեցին, բայց ես էլ կարող եմ հակադարձել, ասել բոլորը հաղթեցին։ Ընդդիմությունը ասում է, որ միասնական ընդդիմությունը հաղթել է, թեև դեռ այդ միասնականությունը մենք չենք տեսնում եւ ըստ էության դեռ պարզ չէ ով կլինի քաղաքապետը։ Մյուս կողմից ՔՊ-ն ասում է, որ իրենք են հաղթել։ Ես ուզում եմ կարճ վիճակագրություն նաեւ մեջ բերել, գուցե դուք էլ վերիչեք, հետաքրքիր կլինի։ Երբևէ Գյումրիում ՔՊ-ն չի հաղթել քաղաքացիական պայմանագիրը։ Տեսեք 2016 թվականին այն ժամանակ դեռ իշխանություն չէր ՔՊ-ն, ընդամենը 600 քանի ձայն էր հավաքել, դա 11 տեղանոց ցուցակում 11 քաղաքական ուժեր էին պայքարում, 10-րդ տեղն էր, զրոական ինչ-որ տոկոսներ։ 21 թվականին ՔՊ-ն երկրորդն էր 30% ձայներով եւ ընդամենը 7800 քվեով։ Այս անգամ ՔՊ-ն 17000 ձայն է հավաքել եւ առաջին տեղում է։ Կարևոր հանգամանք կա, առաջին տեղում է, բայց կախված այլ ուժերի միանալու հետ կապված կարող է ընտրվել քաղաքապետը։ Ես մի կարևոր շեշտ եմ ուզում դնել, որ այն ժամանակ 8 ընդդիմադիրներ չկային ՔՊ-ի դեմ։ Գյումրիի հետ կապված ճակատագրի բերումով, թե այսպես է ձևավորվել, որ եթե քաղաքական ուժը խնդիր է ունենում, դա սկսվում է Գյումրիից։ Գյումրին ոնց որ ինդիկատոր լինի, ցույց է տալիս սիմվոլիկ իմաստ է նաև։ Սիմվոլիկ իմաստ է դարձել, այո, Գյումրիից սկսվում է այն ազդակը, որ իշխանությունները խնդրեմ ունեն։ Եվ այդ խնդրեմը նաև ոչ միայն նրանց քաղաքականության, վարած քաղաքականության ածանցյալն է, այլ նաև համաժողովրդական համազգային ակնկալիքների տապալման վերջնարդյունքն է, որը սուբլիմացվեց առաջին հերթին Գյումրիում եւ Երևանում էլ մենք իհարկե տեսանք այդ պատկերը, որ բավականին խնդրահարույց է, բայց Գյումրին որպես այդպեսին համապետական ընտրություններից առաջ հստակ ցույց է տալիս, որ խնդիր կա։ Այսինքն ես տեսնում եմ, որ բոլոր ներգրաված հնարավոր ուժերը պարտվեցին, թե այլընտրանքային ընդդիմությունը, որ իրեն դիրքավորել էր որպես այլընտրանքային, բայց այդքան նվազ ձայներ ստացավ, թե իշխանությունները, որ հիմա կուրծք են ծեծում, ասում են կրիմինալը ձայներ ստացավ, դե որ կրիմինալ էր, ինչի է այդ կրիմինալը առհասարակ հնարավորություն ունեցել մասնակցի ընտրությունների, հարց իշխանություններին։ Թե իշխանությունները պարտվեցին, որ անգամ նմանատիպ օդիոզ կերպարները, որոնք իրենք են բնութագրում այդպես, այդքան մեծ ձայներ ստացան եւ նրանց ստացած քվեն այն աստիճանի չի, որ միանգամից քաղաքապետի հարցը կարողանան փակել։ Այսինքն բոլոր ներգրաված ուժերը պարտվել են։ Ես կարծում եմ, որ պատմությունը գիծ է քաշել։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իդեմս գյումրեցիներով սկսվեց։ Այդ գիծը քաշել է, որ 1990 թվականից մինչև 2025 թվականը տեղի ունեցած եւ ձևավորված քաղաքական դաշտը գծից այն կողմ է, լուսանցքում է մնացել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պահանջ ունի այլընտրանքային նոր ուժերի,
նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական մշակույթի։ Մի հետաքրքիր տարել կար այս ընտրություններում, տեսեք Եվրաքվեն Եվրադաշինքը ներողություն, որպես առանձին քաղաքական ուժ մասնակցում էր, ներգրաված էր պայքարում, բայց ներկայացուցիչը հայտարարեց, որ կոալիցիա չի կազմի ՔՊ-ի հետ, այսինքն իշխող կուսակցության հետ, այն դեպքում, երբ Եվրաքվեի այդ նախաձեռնությունը փաստորեն կառավարությունը իշխանական թևը ողջունեց եւ վերջերս երկրորդ ընթերցմամբ նաեւ այդ Եվրամիությանը միանալու այդ մեկնարկի մասին ծրագիրը օրինագիծ ընդունվեց, այստեղ որոշակի չէ հակասություն կար։ Հակասություններ, գիտեք, ներկայիս քաղաքական դաշտում մարդիկ արդեն շատ դժվարությամբ են դյուրահավատ, մարդիկ կասկածանքով են մոտենում ամեն ինչին եւ ռետրոսպեկտիվ անցյալի անալիզի վրա են կայացնում իրենց որոշումները։ Նախկինում ինչ են տեսել, որ բոլոր հնդածս իրականացվող քաղաքականությունը դու ողջունել ես, պաշտպանել ես, սարի պես կանգնած ես եղել, հիմա հայտարարում ես, որ էլ սարի պես կանգնած չես լինելու։ Մարդիկ դա տեսնում են, չէ՞։ Եվ ես ամենակարևոր հանգամանքը համարում եմ բոլոր ժամանակների իշխանությունները եւ քաղաքական դաշտում ներգրաված անձիկ միշտ թերագնահատել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բացի այն, որ պատմականորեն իր մեջ ամփոփած իմաստունություն ունի, այլ նաեւ այս տարիների ընթացքում քաղաքականապես գրագիտացել է։ Պարզ է, եւ ավարտելով այս թեման, այս հատվածը շատ կարճ փորձեք, ինչ կանխատեսում ունեք, ինչ սցենար կարող է լինել։ Դժվար է կանխատեսելը, որովհետև խճանակար այնքան խճճված է։ Մի կողմից հայտարարություններ կան, որ սատարումը իշխանություններին չի կարող տեղի ունենալ, մյուս կողմից էլ հակառակ ուղղությանը սատարումներ չի լինի։ Սպասենք տեսնենք, ես ամենատրամաբանականը համարում եմ, որ ընտրությունների մյուս փուլը տեղի ունենա, իսկ միջնաժամկետ կտրվածքով իմ կանխատեսումն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ծնվեն նոր ուժեր, այնպիսիք ինչպիսին Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է, որի համագումարը տեղի ունեցավ փետրվարի 27-ին, հրաշալի կլինի, որ 2-3 ուժ էլ ծնվի եւ այդ պատմության քաշած գծից այս կողմ կառուցենք նոր քաղաքական համակարգ, նոր քաղաքական մշակույթով եւ մեր ժողովրդին առաջարկելիք ունենանք գաղափարախոսական եւ անձանց տեսքով։ Չեք թաքցնում ձեր ցանկությունները, հավակնությունները նոր քաղաքական process-ներին, այսպես լիարժեք ներգրաված լինելու։ Միանշանակ, որովհետեւ դա երեսպաշտություն կլինի, որ քաղաքական ուժը թաքցնի գլխավոր նպատակը, որը կանոնադրությամբ է ֆիքսված։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը միտք ունի մասնակցելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական բոլոր գործընթացներին, համայնքային ընտրություններին եւ համապետական ընտրություններին։ Գուցե արժեր հենց Գյումրիից սկսել։ Եթե հասցրած լինեինք մեծ սիրով, ասում ենք, չէ, Գյումրիում։ Գյումրեցիները շատ են գրել, ես փորձեիք տեսնեիք։ Այո, ես ուղղակի ցավ եմ ապրում, որ չհասցրեցինք, չենք հասցրել, թե չէ մեծ սիրով։ Լավ, շնորհակալություն։ Մի քիչ էլ խոսենք արտաքին քաղաքական զարգացումներից, այս վերջին օրերի ապատեգատվության տարափը կարծես մի պահ ընդհատվեց։ Դրան նախորդել էր այդ համաձայնագրի հետ կապված տեքստը ավարտին հասցնելու կողմերի հայտարարությունը, հետո այդ ապատեգատվությունը, հետո կրակոցներ Սյունիքի ուղղությամբ, հետո էլի մի պադատար, հիմա նորից էլի այս ամենը ինչ է նշանակում։ Ձգձգելու գործընթաց process-ի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունը առավելագույնը արեց, որ լրիվ ճկուն եւ հոսուն ձևով տեղավորվի ադրբեջանական ակնկալիքների մեջ, սափորը առաջարկեց Ադրբեջանը, մեջի հեղուկը դարձան Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ինչ սափոր առաջարկել է, դրա մեջ լցվել են ու այդ տեսքը ստացել են։ Այս առումով խնդրահարույց է, սա անգամ չդարձավ Ադրբեջանի համար հիմք, որ պատմականորեն իրենց համար ամենաշահեկան փաստաթղթի տակ վավերացումներ իրականացնել, ձգձգելու են։ Իսկ ինչու են ձգձգում, որտեղ մերձավոր արևելյան մեծ մերձավոր արևելյան թնջուկը, վառոտ է տակառը, ամեն վարքյան կարող է պայթել Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ շրջակա միջավայրով տեղի ունեցող խմորումներով պայմանավորված եւ այս պատերազմը դուք պատկերացրեք, եթե տևի 3-4 տար,
տարի արագ ավարտել հնարավոր չլինի այդ հումանիտար աղետ, այդ փախստականների հոսքը մենք կառավարելի կարող ենք դարձնել այս իրավիճակներում եւ Ադրբեջանը հույս ունի որ ել ավելին է ստանալու Հայաստանի հաշվին, հայ ժողովրդի հաշվին, այդ իսկ պատճառով ձգձգելու է։ Ես քանիցս իմ բոլոր հրապարակային եթերների ժամանակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն մեկ օրակարգ եւ այդ օրակարգը Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը ամեն օր մեծացնելու մեջ պետք է գտնեն։ Ոչ մի պայմանագիր հնարավոր չի ստանալ թշնամու հետ այսօր խաղաղության ոչ մի հայեցակարգային կոնցեպտուալ եւ սահմանադրական փաստաթղթերի բարեփոխումներ պետք չի նախաձեռնել։ Անընդհատ զարգացրեք եւ հզորացրեք Հայաստանը։ Տեսեք, մի փոքր կարծես թե Ալիևի հռետորաբանությունը վերջին 1-2 օրերին նորից փափկել էր, երևի թե կապված էր Գերմանիայի նախագահի այցի հետ, որովհետև նախագահի հետ հանդիպմանը ինչ է ասել Ալիևը, որ մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը, որը բաղկացած է 17 կետից, լիովին համաձայնեցված է, Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նորություն չեն, ու խոսքը սահմանադրության եւ ՀԱԿ Մինսկի խումբը լուծարելու մասին է։ Մյուս կողմից էլի մի քանի օր առաջ հիշում եք Ալիևը ասում էր, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը գրեթե զերոյական է կամ մոտ է զերոյականին, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է եւ այլն եւ այլն։ Մի ելույթի ընթացքում մի նախագահ, որ հայ ժողովրդին անդադ ֆաշիստ եւ ազգայնական ու ռևանշիստ է անվանում, այդպիսի ղեկավարի հետ խաղաղության պայմանագիր կնքելը ես չեմ համարում, որ հնարավոր է։ Եվ այդպիսի պետության շովինիստական հայացքներ ունեցող, հակահայկական, հայատիաց մոտեցումներ ունեցող։ Դուք չեք էլ հավատում խաղաղության պայմանագրին։ Ես ուզում եմ հասկանալ, չեք հավատում, որ այն երբևէ կկնքվի, թե որ կնքվի այն խաղաղություն չի բերի։ Ես հավատում եմ, որ իրողություններն են փաստաթղթերը պայմանավորում, այլ ոչ թե փաստաթղթերն են պայմանավորում իրողություններ։ Եթե ներկա իրողությունները պատերազմական են, ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի սահմանի։ Իսկ ներկա իրողությունները պատերազմական են, քանի որ կոնվենցիոնալ բանակի զորաշարժի հնարավորություն Ադրբեջանը չունի, առայժմ տեղեկատվական տիրույթում տեղեկատվական գրոհի, կոգնիտիվ գրոհի, հոգեբանական եւ պատումների, նարատիվների գրոհի տակ է պահում Հայաստանի Հանրապետությունը, միջև որ հնարավորություն կունենա կոնվենցիոնալ բանակի զորաշարժ իրականացնել աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված։ Այս հանգամանքում խաղաղության պայմանագիրը անիրատեսական է, բայց երբ որ տարածաշրջանում իրոք դիմակայուն Հայաստանի Հանրապետություն կկայանա եւ հայոց բանակը հնարավորություն կունենա հավասարակշռելու թշնամու ուժերը, այդ դեպքում ռեալ կլինի խաղաղության մասին խոսելը։ Դուք բայց հավատում եք հայ-ամերիկյան գործընկերությանը, գործընկերային հարաբերություններին, նաեւ ռազմավարական գործընկերային հարաբերություններին։ Ավելի շատ հայ-ֆրանսիական։ Հայ-ամերիկյան էլ պարզապես Թրամփի վերընտրվելու հետ մոտեցումների փոփոխություն է տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի մասը, իսկ ես գաղտնիք չեմ բացահայտի, որ քաղաքակիրթ աշխարհը այսօր արևմուտքն է իրենից ներկայացնում, մենք չենք կարող ցեղասպանություններ իրականացնող եւ ժողովրդների իրավունքները ոտնահարող պետությունների հանդրույթի մաս լինել։ Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում եք նշել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, դրանց կարևորության կարևորների, դրա համար ես խիստ կարևոր են, բայց դրանք բավարար են կամ երաշխիք են գոնե փխրուն այս խաղաղությունը ինչ որ ժամանակով պահելու։ Կարծում եմ այս փխրուն խաղաղությունը հենց այդ ուղղությունն է, որ սպասարկում է։ Եկեք չմոռանանք, որ առավոտյան հրապարակվեց Դոնալդ Թրամփի տնտեսական սահմանափակումները ամբողջ աշխարհի նկատմամբ։ Բայց 185 երկիր կար 20%, բայց Հայաստանին 10% սահմանափակում էր, գուցե մտել են մեր դրության մեջ, որ պետությունը այսքան տնտեսական, ֆինանսական խնդիրներ ունի եւ բայց Ռուսաստանը չկար ամենակարևոր այդ Ռուսաստանի չէ, կար 3 խոշոր պետություններ, այդ թվում նաեւ միջազգային բեռնափոխադրում իրականացնող նավ պատժամիջոցների տակ, այդ թվում նաև կարծեմ 7 անձ, եթե չեմ սխալվում, 3 կամ 7 անձ հայտնվել են պատժամիջոցների տակ։ Աշխարհը բարակ թելի վրայով ընթանում է, եւ ես չեմ կարծում, որ ընթանում է խաղաղության օրակարգով։ Այդ իսկ պատճառով անդադ կրկնել եմ եւ չեմ զելանա նորից կասեմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն մեկ խնդիր, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունը, պաշտպանունակությունը եւ հայոց բանակի մարտունակությունը։ Միայն այս կերպ կարող ենք երաշխավորել մեր անկախ ընթացքը համաշխարհային
պետությունների պատմության ընթացքում եւ քայլ առ քայլ մեջքներս շտկել ավելի լավ պետականություն թողնել մեր հետնորդներին, քան այն ինչ որ մենք ստացել ենք մեր ավակներից։ Կարծում եք, որ այս տարիների ընթացքում մեր բանակի մարտունակությունը մեծացել է։ Նույն այս նկատի ունեմ հետ պատերազմյան այս 3-4 տարի։ Որտեղ այստեղ եւս կարծիքները խիստ հակասական են։ Շեշտակի է փոխվել, մեր զինված ուժերը շատ ավելին է, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ, բայց դա այն բավարար աստիճանը չի, որը ես որպես մասնագետ պաշտպանական անվտանգային քաղաքականության եւ պետության ռազմավարական քաղաքականության իրականացման կցանկանայի տեսնել, եւ ես այդ մեթոդները կարող էի առաջարկել եւ առաջարկել եմ, ինչպես կարող էին թռիչքային զարգացում ապահովել զինված ուժերի, այդ թվում նաեւ կադրային ներուժի հանգամանքում, բայց մեր բանակը դեռևս 20-րդ դարի զինված ուժերի տրամաբանության տակ է մնացել, ճիշտ է, սպառազինված, փոքրի շատ է, ճիշտ է, կադրային որոշակի փոփոխություններ իրականացրած, այս վերջին նշանակումները մասամբ իմ դուրը գալիս են, լավ սպաներ են նշանակված Բարսայշյան պաշտոններում, բայց դա մասնակի իրականացված փոփոխություններ են։ Ես ավելին էի ակնկալում շրջաբերաբար փոխված զինված ուժեր, այլ բանակ, այլ մոբիլիզացիոն ռեսուրսի կառավարման հնարավորություններով, այլ մոտեցումներով եւ այլ անձնակազմով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրը Գուրգեն Սիմոնյանն էր։